Եվրոպայի խորհրդի հարգելի ներկայացուցիչներ, հարգելի գործընկեր լրագրողներ, սիրելի քաղաքացիներ։ Նոյեմբերի 28-ին մենք մի շարք միջազգային կազմակերպությունների հասցեագրել ենք հրատապ նամակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի երկամսյա կալանքի առնչությամբ։ Ուրախ ենք արձանագրել, որ Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակն արդեն իսկ արձագանքել է մեր գործընկեր կազմակերպություններից ուղարկված նամակներին և արձանագրել է, որ Հայաստանում տեղի է ունենում քաղաքական հետապնդում Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ որպես մեդիագործիչներ։ Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակը պահանջել է իշխանություններից անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, վերադարձնել անտիֆեյք-ՀՄ-ի տեխնիկան, պարզաբանումներ տրամադրել Հայաստանի կառավարության կողմից Հայաստանում ժողովրդավարական արժեքների և խոսքի ազատության դեմ ոտնձգությունների առնչությամբ։ Իսկ հունվարի 9-ին տեղի ունեցած ապօրինությունների հերթական շղթայի շարունակականության առնչությամբ Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակը հերթական ապդեյթն է, թարմացումն է հրապարակել, որտեղ նշվել է, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երկարաձգվել է 3 ամիս ժամկետով, իսկ Նարեկ Սամսոնյանը հայտարարել է անժամկետ հացադուլ։ Շնորհակալ ենք արձագանքի համար, սակայն մենք ակնկալում ենք քաղաքական արձագանք։ Նախկինում, երբ որևէ լրագրողի մատը փուշ էր մտնում, կամ որևէ առնչությամբ հայտարարվում էր, որ ենթադրաբար քաղաքական բանտարկյալներ կարող են լինել բանտերում, տասնյակ դեսպաններ սկսում էին այցելել քաղաքական բանտարկյալներին։ Հայաստանի իշխանություններից պահանջում էին համապատասխան քայլեր ձեռնարկել քաղաքաբանտարկյալների անհապաղ ազատ արձակման հարցով։ Տորպետահարում և միջամտում էին, այսպես ասած, մի բանի, որ իրենք ներկայումս կոչվում են Հայաստանի ներքին գործեր, նախաքննության ընթացք և չեն միջամտում։ Մենք ակնկալում ենք քաղաքական արձագանք։ Մենք ակնկալում ենք միջամտություն Հայաստանի իշխանությունների կողմից Հայաստանում տեղի ունեցող ոտնձգություններին, խոսքի ազատության, ժողովրդավարական արժեքներին։ Քանի որ հենց ձեր կառույցներն են միլիոնավոր դոլարներ ներդրել Հայաստանում տարիներ շարունակ ժողովրդավարական արժեքների զարգացման, խոսքի ազատության պաշտպանության և այդ ամենի ամրապնդման համար։ Եթե դուք տեղյակ չեք դեպքից, ինչպես գործընկերս նշեց, ես մի քանի բառով ևս կարձանագրեմ ամենակարևոր հանգամանքները։ Նոյեմբերի 13-ին Հայաստանում խայտառակ օր էր, որովհետև երկու մեդիա դեմքեր ձերբակալվեցին, այնուհետև կալանավորվեցին, իսկ անտիֆեյք-ՀՄ-ի անկախ լրագրողական հարթակի ամբողջ տեխնիկան խուզարկությունից հետո առգրավեց միայն մի բանի համար, քանի որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը հանդգնել էին պատասխանել ազգային ժողովի խոսնակի վիրավորանքներին իրենց հասցեին։ Նրանք կալանավորվեցին 2 ամիս ժամկետով։ Երկամսյա կալանքի ընթացքում դրսևորվեց նրանց նկատմամբ հնարավոր բոլոր տեսակի քաղաքական հետապնդումները։ Մանրամասներին դուք տիրապետում եք հաշվի առնելով ձեզ հասցեագրված նամակը։ Նախաքննության ընթացքից հետո գործը մակագրվեց դատավոր Մանվել Շահվերդյանին, ով լսելով փաստաբանների և Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի փաստարկները, առանց աչքը թարթելու, առանց անգամ սպասելու, որ Նարեկ Սամսոնյանն իր ելույթն ավարտելուց հետո նստի, առանց շունչ քաշելու հայտարարեց, որ նրանց կալանքը երկարաձգում է 3 ամիս ժամկետով։ Հարգելի ԵԽ ներկայացուցիչներից գիտեք, թե ինչու են կալանավորված Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը։ Կրկնեմ, քանի որ հանդգնել են իշխանության ներկայացուցչի վիրավորանքներին պատասխանել։ Իսկ Նարեկ Սամսոնյանն այդ պատասխանում հնչեցրել է հետույք բառը։ Պատկերացնում եք, Հայաստանում կա շուրջ 5 ամսվա կալանքի տակ, ենթադրյալ 5 ամսվա, որովհետև եթե իրավիճակ չփոխվի, 3 ամսյա կալանքը երկարացված է և Հայաստանում կարող է 5 ամիս մարդը նստել, քանի որ իր հեղինակած հաղորդման ընթացքում հնչեցրել է հետույք բառը։ Արդյոք սա նորմալ է ձեզ համար, մենք հարց ենք տալիս։ Արդյոք նորմալ է, որ իշխանության քննադատությունը բանտարկվում է։ Արդյոք նորմալ է, որ մեդիագործիչները բանտարկվում են։ Արդյոք նորմալ է, որ նույնանման և ավելի վատ հայհոյանքներ և վիրավորանքներ հնչեցրած իշխանական պաշտոնյաները շարունակում են նույն իրենց պահվածքը դրսևորել հրապարակայնորեն և ազատության մեջ գտնվել։ Արդյոք սրանք երկակի ստանդարտների մասին չեն խոսում։ Իհարկե խոսում են։ Հակառակ դեպքում բազմաթիվ իշխանության ներկայացուցիչներ սկսած այն նույն անձնավորությունից, որը հաղորդում է ներկայացրել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ, այսօր բանտում կլիներ։
որովհետև բոլորս ականատես ենք իր դիպտի հրապարակային պահվածքին և վիրավորական արտահայտություններին։ Թալինի համայնքապետ Տավրոս Սափյանն այսօր բանտում կլիներ, որովհետև Մայրաթոռի մոտ թառում է ամենայն սրբություններին և հայհոյանքներ հնչեցնում քաղաքացիների հասցեին։ Միթե ձեզ համար պարզ չէ, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Պետք է, որ պարզ լինի։ Եթե պարզ չէ, խնդրում ենք մեր նամակները ուշադրությամբ ընթերցել, որտեղ մանրամասնորեն նկարագրված են ապօրինությունների բոլոր շղթային դրսևորումները, և դուք կտեսնեք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, եթե դեռ տեղյակ չեք։ ԵԽ հարգելի ներկայացուցիչներ, Նարեկ Սամսոնյանը համաձայն չլինելով այս ապօրինությունների հետ, դատարանում 3 ամսով կալանքի ժամկետը երկարաձգելուց հետո հայտարարել է անժամկետ հացադուլ։ Սա վճռական, գիտակցված և վերջին միջոց հանդիսացող քայլ է, որովհետև այս իշխանություններին ոչինչ հետ չի պահում հերթական ապօրինությունը դրսևորել ամեն նոր առիթով։ Սա բողոքի ձայն է, ուղղված բոլորին, որպեսզի տեղից շարժվեն և դադարեն լռել։ Սա վերջին միջոց է, ոչ հուսահատ քայլ, բայց վերջին միջոց, որովհետև ապօրինությունների շղթան չի դադարում, որովհետև Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված է, իսկ խոսքի ազատության վտանգումը ենթադրում է պետության անմիջական վտանգ։ Սա վերջին միջոց է, որը պետք է հասցեագրվի բոլորին շահագրգռի անձանց, ովքեր որ համարում են, որ որևէ դերակատարություն ունեն Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության և խոսքի ազատության հարցում։ Սա հասցեագրված է ձեզ, ԵԽ հարգելի ներկայացուցիչներ, որպեսզի չլռեք, որպեսզի արձագանքեք, որպեսզի քաղաքական ուղերձ հնչեցնեք, քաղաքական դիրքորոշում հնչեցնեք այս ամենի կապակցությամբ։ Քանի որ մենք արդեն ստանդարտ իրավիճակում չենք, արդեն 6-րդ օրն է Նարեկ Սամսոնյանը գտնվում է հացադուլի պայմաններում, իսկ տեղյակ եք արդյոք, որ հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանին պատժախոց են տեղափոխել։ Արդյոք սա նորմալ է ձեզ համար, հարգելի ԵԽ ներկայացուցիչներ։ Հացադուլ հայտարարած մարդուն, ով որպես վերջին միջոց ընտրել է իր պայքարի ձևը, ապօրինությունների շղթային վերջ տալու համար, տեղափոխել են պատժախոց։ Սա նորմալ չէ, հարգելի ԵԽ ներկայացուցիչներ, որևէ պարագայում սա չի կարող նորմալ համարվել։ Այլևս մենք գործ ունենք հրատապության հետ, և կոչ ենք անում ձեզ հաշվի առնել, որ Նարեկ Սամսոնյանի կյանքին և առողջությանը արդեն վտանգ է սպառնում։ Քանի որ 6 օր մարդը հացադուլի մեջ է և որևէ արձագանք չկա ոչ դատական իշխանության, ոչ Հայաստանի իշխանությունների, ոչ էլ միջազգային կառույցների կողմից։ Մենք հրատապ նամակներով և մեր հրատապ ուղերձներով ձեզ դիմում ենք միջամտելու ձեր դիրքորոշումը հայտնելու և իշխանություններից պահանջելու արձագանքել տեղի ունեցող ապօրինություններին և անհապաղ ազատ արձակել Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին։ Նարեկ Սամսոնյանի հարցում ակնկալում ենք առավել հրատապություն, որովհետև գործ ունենք հացադուլ իրականացնող անձի հետ, ով գտնվում է պատժախոցային պայմաններում։ Ակնկալում ենք, որ ձեր միջամտությունը կարող է որոշակի դերակատարություն ունենալ, նշանակություն ունենալ Հայաստանի իշխանությունների համար։ Կրկին շնորհակալ ենք ձեր մասնագիտական հարթակի արձագանքի համար, որտեղ դուք Հայաստանի իշխանություններին պարտավորեցրել եք մինչև մարտ արձագանքել այս դեպքին։ Բայց մենք մինչև մարտը ժամանակ չունենք, հարգելի ԵԽ ներկայացուցիչներ։ Քանի որ մարդու օրգանիզմը բնականորեն չի կարող իմանալ հացադուլի պայմաններով մինչև մարտ, ակնկալում ենք առավել հրատապ դիրքորոշում այս հարցում։ Մեր պահանջը հստակ է։ Միջամտել, որպեսզի խոսքի ազատության դրսևորման համար ազատազրկված Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն անհապաղ ազատ արձակվեն։ Առավել հրատապություն դրսևորել Նարեկ Սամսոնյանի պարագայում, որն արդեն 6-րդ օրին գտնվում է հացադուլի պայմաններում, այն էլ պատժախոցային ռեժիմում։ Ակնկալում ենք անհապաղ միջամտություն։ ԵԽ հարգելի ներկայացուցիչներ, ինչպես խոսքի սկզբում նշեցի, ձեր ներկայացուցիչները տարիներ շարունակ այցելում էին ենթադրաբար քաղաքական բանտարկյալներին, որոնք գտնվում էին Հայաստանի բանտերում այս կամ այն պատճառով։ Մեր տեղեկություններով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն առաջիկայում լինելու է Հայաստանում։ Մենք ակնկալում ենք, որ նա անպայման պետք է տեսակցի հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին։ Չգիտենք, թե այդ ժամանակ նրա առողջական վիճակը ինչպես կլինի և ինչ պայմաններում նրան կտեսակցի ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը։ Բայց հուսանք, որ մինչ այդ ևս դուք ձեր գործողությունները կանեք։
Մենք ինչպես նոյեմբերի 28-ին հրատապ կերպով տեղեկացրել ենք Հայաստանում խոսքի ազատության ոտնձգության մասին, այսօր էլ մենք հանձնում ենք արձերը ձեզ մեր նամակը, որը արդեն դուք ստացել եք էլեկտրոնային փոստի միջոցով, բայց մենք մեր խնդիրն ենք համարում արձերը հանձնել ձեզ, որպեսզի հետագայում չասեք, որ չենք ստացել եւ դեպքից տեղյակ չենք եղել։ Հարգելի լրագրողներ, մենք հիմա նամակը հրատապ կերպով կհանձնենք եւ մեր գործողությունները շարունակելու ենք նաեւ այս ուղղությամբ գտնվող մնացած դեսպանատների մոտ, որի մասին արդեն հայտարարվել է մեր հայտարարության մեջ։ Նամակի հանձնումը կազմակերպենք եւ վերադառնանք։ Շնորհակալություն։